Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Բարի երեկո, պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ձեզ էլ շնորհակալություն։ Որքան մոտենում է ընտրությունների օրերը, այնքան ներքաղաքական կյանքը կարծես թեժանում է եւ այս օրերին ես առանձնացրել եմ ընդդիմության ձեզ ուղղված քննադատությունների մի քանի հարցեր, որոնց շրջանակում առաջարկում եմ զրուցենք այսօր։ Մեծ սիրով։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, որ հղում է անում ձեր այն հայտարարությանը, մասնավորապես վարչապետի հայտարարությանը, որ եթե դուք ազգային ժողովի 2026-ի ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չկազմեք, կլինի պատերազմ եւ նաեւ սեպտեմբեր ամիսն է նշվում, որտեղից նման կարծիք արտահայտելու ցանկացած տրամաբանող մարդ, եթե վերլուծի մեր ընդդիմադիր գործընկերների, հարգարժան գործընկերների խոսույթը, նրանց հայտարարությունները, նրանց պնդումները, նրանց հարցազրույցներն ու ելույթները անպայմանորեն պիտի գա այս եզրահանգմանը, բացատրեմ, թե ինչու եմ այսպես ասում։ Մեր ընդդիմադիր գործընկերները առաջին հերթին ասում են, որ իրենք պետք է ռևիզիայի ենթարկեն խաղաղության համաձայնագիրը։ Այսինքն ասում են, սա պետք է փոխել, այսպես անել, սա անարժանապատիվ է։ Այսպես են ասում։ Երկրորդը, ասում են, որ պետք է ռևիզիայի ենթարկեն TRIP-ի համաձայնագիրը։ Ինչ են ասում։ Ասում են, պետք է TRIP-ի Թրամփի ուղի նախագիծը ունենա երաշխավոր անվտանգության հանձինս Ռուսաստանի կամ Չինաստանի։ Մի պահ խնդրում եմ պատկերացրեք, որ մեր պատվարժան ընդդիմադիր գործընկերները վեր են կենում, գնում են ու պարոն Թրամփին ասում են, հարգելի պարոն Թրամփ, մենք որոշել ենք, որ ձեր ամերիկյան ներդրումներով եւ ամերիկյան, այսպես միջնորդությամբ, ամերիկյան ներգրավվածությամբ նախագծի համար այսպիսի մի հատ փայլուն միտք ունենք, որ պետք է չինացիները կամ ռուսները գան ու դառնան անվտանգության երաշխավոր։ Ես ձեզ վստահեցնում եմ, ուղղակի 2 վայրկյանից ավել այդ խոսակցությունը չի տևելու ու TRIP նախագիծը վայրկյանական չեղարկվելու է, որտեղ ԱՄՆ-ում 100%-ով ասել են, սա անլրջություն է, նման պնդումը, նման առաջարկը ինքնին աբսուրդի ժանրից է։ Երրորդը որպես այդպեսին, երբ որ անընդհատ խոսում են, անընդհատ ներկայացնում են տարածքային պահանջներ գրեթե բոլոր հարևաններից, Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր հարևաններից։ Ես հասկանում եմ մեր քաղաքացիների, մեր սիրելի քաղաքացիների հուզական ապրումները, զգացական ապրումները, պատմական ապրումները եւ մնացածը, բայց երբ որ մենք մեզնից յուրաքանչյուրը կանգնում ու ասում է Արարատը մերն է, դա մենակ հուզական չի, դա հուզական է, երբ որ դա ասում է պոետը, երաժիշտը, այս մեկը, այն մեկը, չգիտեմ, ստեղծագործողը, քաղաքացին, որը, չգիտեմ, ինչ-որ ուրիշ գործով ազբաղվում, ենթադրենք կոշկակար, ուսուցիչ է եւ այլն։ Դա ուրիշ խոսակցություն է։ Բայց երբ որ նմանատիպ հայտարարություն է անում քաղաքական իշխանության հավակնող ինչ-որ մեկը, դա քաղաքականության մեջ անվանվում է տարածքային պահանջ։ Տարածքային պահանջ Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Դա է պատերազմի խոսույթը։ Ու այստեղ նշանակալին որն է, որ այդ պատերազմը, որ իրենք անկասելիորեն, անտարակույս ուղարկի բերելու են, եթե հանկարծ ինչ-որ մի կերպ կարողանան խաբել մեր քաղաքացիներին ու քվեկորձել, այդ պատերազմում իրենք ու իրենց հարազատները չեն մասնակցելու։ Օրինակ հարգարժան պարոն Սամվել Կարապետյանի ու իր եղբոր 4 հարգարժան որդիները, Նարեկը Կարապետյանը, մյուս 3-ը, 4-ն ազատված են զինվորական ծառայությունից, ինչ որ տարակուսելի բժշկական տեղեկանքների հիման վրա։ Նրանք այդ պատերազմում չեն լինելու։ Ընդդիմությունը նաև ասում է, որ իրենց նախընտրական ծրագրում կա բանակի սպառազինության ավելացում, մարտունակության բարձրացում, սա վատ է, պարոն Ալեքսանյան։ Դա անկեղծ ձեր հաղորդման ֆորմատը ուղղակի հարգելով ավելի կոշտ չեմ արտահայտվի, բայց ես կասեմ միայն, որ մեր ընդդիմությունը դա նույն նախկին իշխանությունն է, նույն Սամվել Կարապետյանի թիմը, որ կա, դա նախկին Սերժ Սարգսյանի իշխանական բուրգի մասն է, քանի որ Սամվել Կարապետյանի հարգարժան եղբայրը Կարեն Կարապետյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավարը ազգային ժողովում, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը նախագահականում, դե Ռոբերտ Քոչարյանին գիտեք, Սերժ Սարգսյանին գիտեք, Սերժ Սարգսյանի
հարմար բառը, դե պրոտեժեն ինքը գրական բառը, վատ բառ չի, վիրավորական չի այնուամենայնիվ, ինքը նշանակում պաշտպանյալ, հա, Սերժ Սարգսյանի պաշտպանյալ թարգմանաբար Արման Թաթոյանը եւս եղել է իշխանության մաս նախկինում ու այդ բոլոր մարդիկ մեծ հաշվով որպես պաշտպանական ձեռքբերում ունեցել են կոնսերվայի բանկաների հավաքածու Հայաստանի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով։ Եթե նկատի ունեն, որ նոր մոդելի կոնսերվայի բանկաներ են նախատեսում տանել կախել մեր սահմանում, խնդրեմ, մենք սահմանը վեր ենք կացել ամրաշինական հսկայածավալ բունկերային կառույցների, որոնք վերջապես հնարավորություն ունենանք Պաշտպանության նախարարի հրապարակած տեսանյութում տեսնելու ու այդ հսկայական ուղղակի այդ ամրաշինական կառույցները պատերի հաստությունը չեմ ուզում ուղղակի ձեռքերով նկարագրեմ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, որոնց մեջ մեր զինվորները ամբողջությամբ պաշտպանված են, համադրեք դա ուղղակի կոնսերվայի բանկաների հետ ու դուք կստանաք մեր պաշտպանական առաջարկի ու ընդդիմության պաշտպանական առաջարկի տարբերությունը։ Դուք ընդդիմությանը նաև ասում եք, դուք պատերազմի դուռը բացողներն եք, մենք փակել ենք։ Հիմա ընդդիմությունը ասում է դուք 2018-ից իշխանության եք եւ 3 պատերազմ եք ունեցել ձեր իշխանության տարիներին։ Ինչպես եք բացառում, որ նորից վերընտրվելու պարագայում նորից պատերազմ չենք ունենա։ Ես կարող եմ ասել, որ մենք միակ սրանից առաջ մինչև 2020-ի պատերազմը, մինչև 21-ը, մինչև նույնիսկ 22 թիվը Հայաստանում եղել է գերիշխող, միահեծանորեն գերիշխող մեկ քաղաքական միտք։ Մեկ քաղաքական միտք, դաշնակցականությունը, որպես այդպեսին, դաշնակցականություն, ու սրա մասին վարչապետն էլ է բազմիցս ասել։ Բոլոր կուսակցությունները եղել են, չգիտեմ, այնտեղ Բարգավաճ գծիկ դաշնակցություն, Հանրապետական գծիկ դաշնակցություն, ՔՊ գծիկ դաշնակցություն։ Բոլորը եղել են նույն գծի մեջ, նույն արտաքին քաղաքական ու Ղարաբաղի հարցով, հատկապես նույն կամ գրեթե նույն գծի մեջ առնվազն քաղաքական խոսույթի տեսանկյունից։ Բոլորը անխտիր եղել են նույն գծի մեջ։ Բայց մենք միակ կուսակցությունն ենք այս պահի դրությամբ, որ կանգնել ու ասել է, սա կործանարար գիծ է մեզ համար։ Սա Հայաստանի Հանրապետության անկախության կորստին տանող, Հայաստանի Հանրապետության կործանման տանող քաղաքական գիծ է։ Մենք պետք է խաչ քաշենք, մենք պետք է գիծ քաշենք ու մենք պետք է պահենք ու պաշտպանենք Հայաստանի անկախ հանրապետությունը այն սահմանով, որը որ ինքը ունի 29743 քառակուսի կիլոմետր տարածքով այս ուրվագծով։ Նախատեսում եք նաև սահմանադրության փոփոխություն, վարչապետն ասաց, որ ինքը գտնում է, որ պետք է մայր օրենքից հանել անկախության հռչակագրի մասին հղումը։ Իդեպ ընդդիմադիրները հիշեցնում են, որ նույնը Բաքուն է պահանջում, որ պետք է փոխել սահմանադրությունը, այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։ Սահմանադրության մեջ նախ մենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դիտարկում ենք միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի պրիզմայով ու բոլոր արտաքին դերակատարներին կոչ ենք անում ոչ մի պարագայում չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերը, որտեղ դա մեր ներքին գործն է, մենք ինչպես կորոշենք, այդպես է կվարվենք։ Ու այո, մենք կարծում ենք, որ մեր սահմանադրությունը, մեր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը, որպես այդպեսին պետքա չլինի։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը նույնիսկ տարիքով մեր քաղաքացիները այդքան էլ լավ չեն հիշի անկախության հռչակագրի, ինչպես է անկախության հռչակագիրը հայտնվել առհասարակ դրան հղումը հայտնվել սահմանադրության մեջ։ Օրինակ հիմա տեսնում եք, չէ, Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերները ինչպես են այսպես պայքարում մեր ասացի դեմ, բա կներեք էլի այդ նախնական տարբերակներում ինչի՞ չի եղել անկախության հռչակագրին հղումը։ Ինչի է անկախության հռչակագրին հղումը ավելացվել միայն դաշնակցության ու դրան հարող սատելիտ ուժերի կողմից տենց օրեր, ամիսներ տևող փողոքի ակցիաների, միտինգների ու տարատեսակ այլ գործողությունների արդյունքում։ Գուցե որովհետև անկախության հռչակագրին հղումը սահմանադրության մեջ դա մի ռումբ է, որը դրված է Հայաստանի ոտքերի տակ։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ հասկանան։ Երբ որ դու քո հիմնական պետական փաստաթղթում ամրագրում ես, որ դու պետք է ունենաս վատ հարաբերություններ քո գրեթե բոլոր հարևանների հետ, դու ունենալու ես վատ հարաբերություններ քո գրեթե բոլոր հարևանների հետ, որտեղ այդ տեքստերը ուժ ունեն, սահմանադրությունը ուժ ունի իր մեջ։ Այդ տեքստը հենց այնպես տեքստ չի, որը գրված է միտեղ հադեումա խանգարում, չէ, այդպես չի։ Այդ տեքստերը մշտապես ունեն ուժ։ Դրանք ազդում են պետության քաղաքականության վրա, դրանք ազդում են հասարակական տրամադրությունների վրա ու սոցիալ հոգեբանության վրա ժողովրդի։
Ու մենք ասում ենք, որ մենք պետքա լինենք երկիր, որը զարգանում է, լինենք երկիր, որը ունի նորմալ, առնվազն նորմալ հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, որովհետև սա է գրավականը նրա, որ այլևս մեր 18 տարեկանները չգնան ու չզոհվեն։ Ու փառք Աստծո մենք արդեն 2 տարի է, 2 տարուց ավել է ինչ ունենք իրավիճակ, որ մենք սահմանին չունենք զոհ։ Ու ես սա համարում եմ կարևորագույն ձեռքբերում։ Չունենք զոհ սահմանին, առավոտը վեր ենք կենում ու ինտերնետը սկրոլ անելուց առաջին բանը, որ չգիտեմ, շատ վատ ձևով չենք կարդում, դա այն չի, որ սահմանին ունեցել ենք զոհ հակառակորդի կրակոցից։ Հիշում եք, այդ ամեն մի տենց հաղորդագրության հետ վստահ եմ յուրաքանչյուր դիմադիր, ընդդիմադիր, նեյտրալ յուրաքանչյուր քաղաքացի սրտի ինչ ցավեր ապրում։ 2 տարուց ավել է սա չկա։ Քանի որ հարևանների հարաբերությունների մասին խոսեցիք, այն նաև ձեր հայտարարություններում նշում եք, որ Հայաստանում հիբրիդային պատերազմի վտանգ կա նախընտրական շրջանում, սա մի տեսակ շատ կոպիտ եւ կոշտ գնահատական չէ, որտեղից նման հայտարարություն անելու հիմք։ Տեսեք, առնվազն շաբաթական ռեժիմով 1-2 օտար երկրներում բացված կայք է հայտնվում, որը փորձում է նմանակել, օրինակ ինչ որ Ֆրանս 24 աշխարհում գերհայտնի լրատվական, գրեթե նույնական կլոն կայքն է ստեղծվում, կեղծ հղումով շատ նման, որտեղ Հայաստանի մասին կեղծ տեղեկատվություն է հրապարակվում։ Օրինակ, որ Ֆրանսիան բերելու է միջուկային ինչ որ թափոններ, բերելու է ու լցնի Դիլիջան։ Դա հիբրիդային պատերազմի գործիք է, թե չէ։ Իմ ընկալմամբ հիբրիդային պատերազմի գործիք է ու կիրառվող հիբրիդային պատերազմի մասը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխարհի երկիր չմնաց, որ ասեն տուն ունի։ Այդ կեղծ կայքերով բոլոր դա հիբրիդային պատերազմի մաս է, թե չէ, միանշանակ հիբրիդային պատերազմի մասը։ Արհեստական բանականությամբ այդ ամեն օր ստեղծվող գեներացվող վիդեոները, սա բանի մասին չեմ ասում, Սամվել Կարապետյանի ուղերձների մասին չեմ ասում, այն մյուս բաների մասին եմ ասում, որոնք որ մեզ են թիրախավորում, ինչ որ կեղծ տեղեկատվություն են փոխանցում կամ մեր մասնակցությամբ ինչ որ բաներ են ստանում, իբր մեր մասնակցությամբ։ Ընդդիմությունն ասում է, դուք էլ Եվրոպայից տղա եք բերում մեզ վրա, այսպես ասած, նկատի ունենալով նախընտրական շրջանում Եվրամիությունից դիտորդների։ Այսքան ընդդիմությունը ընդունում է, որ այդ ամեն ինչը իրանք են անում, այդ կեղծ ինֆորմացիոն հոսքերը ու հիբրիդային գործիքների կիրառումը։ Եթե ընդունում է, որ իրանք են անում, ապա կստացվի, որ իրանք ճիշտ են, իրանց վրա տղա ենք բերում, բայց թող ուրեմն ընդունեն, որ իրանք են անում, մենք չգիտենք դա ով անում։ Հիմա մենք մեր եվրոպացի գործընկերներից խնդրում ենք, որ իրանք օգնեն պարզել, ով է սա անում, օգնեն պայքարել նմանատիպ կեղծիքների դեմ։ Եթե ընդդիմությունը ասում է, որ սա իրանց դեմ է արվում, նշանակում է ընդունում են, որ սրա անողը իրանք են։ Այդ դեպքում լավ են կամ, եթե իրանք են դա անողը։ Եկեղեցի իշխանություն հարաբերությունների մասին, պարոն Ալեքսանյան, ընդդիմադիր ձեր գործընկերները հայտարարում են, որ նախընտրական շրջանով պայմանավորված կարծես իշխանության ներկայացուցիչները պատարակների էլ չեն մասնակցում եւ մի տեսակ երկրորդ պլան են մղվել հակաեկեղեցական կոչվող պայքարը։ Ձեր գնահատականը։ Ով է ասում։ Շատ-շատերս մասնակցում ենք պատարակների, ուղղակի դա այլևս կամ շատ հաճախ չենք լուսաբանում։ Մեր այս մարզային այցերի ժամանակ էլ կտեսնեք, որ մշտապես եկեղեցիներ ենք այցելում։ Վերջերս օրինակ այցելել էինք Ոսկեպարի այն եկեղեցին, որը մեր ընդդիմադիր հարգարժան գործընկերները պնդում էին, թե հեսա վայ հանձնվելու է Ոսկեպարի եկեղեցին, այդ եկեղեցում վերջերս ենք Մոնվարել, հետո եղել ենք Տաթևի եկեղեցում ենք եղել, Վաղարշապատ համայնքում ենք եկեղեցի գնացել, այսպես բոլորը կարողա չհիշեմ, ուղղակի պարբերաբար այցելում ենք, թե պատարակների, թե եկեղեցիներ ենք այցելում ու մոմ ենք վառում, ու այստեղ ընդհանրապես խնդիր չկա։ Այ ուրիշ բան, որ մեր ընդդիմադիր գործընկերները օրինակ սոցիոլոգիական հարցումներ են արել ու տեսել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90%-ը կիսում է վարչապետի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժումը այլևս չի կարելի շարունակել, ու այլևս Ղարաբաղից չեն խոսում։ Համեմատեք մեր ընդդիմադիր գործընկերների խոսույթը հիմա ու սրանից 1 տարի առաջ ուղղակի։ Սոցիոլոգիական հարցում են արել ու հասկացել են, որ ավելի լավ է գնան ինչ-որ սոցիալական բաներից խոսան որպես այդպեսին ու դրանով իսկ ուրանալով այն, ինչը իրանք համարում էին բան։ Եթե մարդը կանգնել ամբիոնից հայտարարել է, որ եթե չկա Ղարաբաղ, չի լինելու Հայաստանի Հանրապետություն, ու հիմա եթե ինքը Ղարաբաղի մասին մոռացած ինչ-որ Հայաստանում սոցիալական հարցեր է քննարկում, չգիտեմ, կրթաթոշակներ, ուսման վարձեր եւ այլն եւ այլն, դա նշանակում է տարբերակ 1, որ ինքը այն ժամանակ ստում էր, տարբերակ 2, որ ինքը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փաստացի դրժել է այդ իր բոլոր մոտեցումները, սկզբունքներն ու մնացածը։ Ասում եք Գյումրի 2 սցենար թույլ չեք տալու։
Նախ իրավական առումով որևէ հնարավորություն կա, եթե դիցուկ վերցնենք, որ քաղաքացիական պայմանագիրին չի հաջողվում սահմանադրական մեծամասնություն կազմել եւ ընդդիմադիր ուժեր են անցնում խորհրդարան եւ կազմում են կոալիցիա եւ ձևավորում նոր իշխանություն։ Բայց մենք դա չենք ասում, որ իրավական առումով թույլ չենք տալու, մենք ասում ենք, որ դա քաղաքական առումով թույլ չենք տալու, մենք քաղաքական առումով ենք ջախջախելու այն քաղաքական ուժերին, որոնք փորձելու են Գյումրի 2 անել Հայաստանի Հանրապետության մասշտաբով, որտեղ երբ որ ասում են Գյումրի 2, այստեղ պետք է հասկանալ, էլի խոսքը ինչի մասն է, խոսքը նրա մասին չի, որ ընդդիմադիր ուժերը բոլորը հայտարարել են, որ եթե ընտրվեն կմիավորվեն ու գնում են նորմալ միավորվում են, ընտրում են իրենցից ինչ-որ մեկին, որին էլի հայտարարել էին, որ ընտրելու են, դա նորմալ քաղաքական process է։ Դա Գյումրի 2 չի, Գյումրիում տեղի ունեցածի հիմնական ֆենոմենը կամ դա հենց Գյումրու սցենար դարձնողը որպես այդպեսին, դա խաբեությունն է, որտեվ եթե կհիշեք, ընդդիմադիր գործընկեր Մարտուն Գրիգորյանը օրինակ պնդում էր, որ ԿՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է քաղաքը տանի։ Մարդկանց խաբեց ձայները ստացավ, գնաց ինքը ընտրեց Վարդան Ղուկասյանին։ Ինքը գնաց անձամբ ընտրեց Վարդան Ղուկասյանին։ Դա է Գյումրու սցենարի ֆենոմենը, երբ որ բոլորը հայտարարում են, թե իրարից անկախ են, իրար նկատմամբ էս ունեն, իրար խփում են եւ այլն։ Ու մենք հիմա ասում ենք, որ ցանկացած քվե, որն ուղղված է Կարապետյանի ուժին, դա քվե է Ռոբերտ Քոչարյանի, որտեղ Սամվել Կարապետյանը վարչապետի տեխնացու լինել չի կարող, падգամավորի տեխնացու լինել չի կարող։ Պարոն Ալեքսանյան, ես այս տաղավարում ձեր մատնանշած ուժի 4 ներկայացուցչի ուղղել եմ այդ հարցը եւ բոլորը մեկ մարդու նման բացառել են, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը երբևէ կարող է ձայն տալ հենց այդտեղ էլ Գյումրու սցենարն է որպես այդպեսին, որտեղ նորից նայեք, Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ասում էր ԿՊ-ն է Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում ձայն տան։ Նույնն է, մեկին մեկ։ Հենց էսա որ մենք ասում ենք Գյումրու սցենար, որ իրանք խափում են մարդկանց, որ իրանք խափում են, իրանք բոլորը սպասարկվում են, իրանք բոլորը կառավարվում են նույն աշխարհակաղակական կետից, ու ես կարծում եմ ու ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինձ հետ համակարծիք են, այս առումով որ իրանք բոլորը անխտիր կառավարվում են նույն աշխարհակաղակական կետից, նույն կետից։ Պարոն Ալեքսանյան, քանի որ ձեր խոսքում նաև ռեյտինգների մասին խոսեցիք, օրեր առաջ տեղի ունեցած մետրոյում հայտնի միջադեպի հետ կապված, որը ցավոք սրտի միակը չէր, մտավախություն չունեք, որ նման դեպքերով կարող է քաղաքացիական պայմանագրի ռեյտինգը իջնել, երբ քաղաքացու հետ վարչապետը այլ տոնայնությամբ է խոսում, չնայած որ նա հետո նաև ներողություն խնդրեց։ Ես կարծում եմ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ պատահում է, քարոզարշավների ժամանակ ամեն ինչ էլ պատահում է ու բոլորն էլ կարող են հայտնվել այս կամ այն իրավիճակում։ Կան քաղաքական ուժեր, որոնք այդպիսի իրավիճակներից խուսափելու համար գնում են, փակվում են ինչ-որ մի դահլիճում, այնտեղ ներս են թողնում մենակ իրենց ավտոբուսներով իրենց հետ բերած մարդկանց, որոնց կներեք արտահայտությանս համար 7 պորտ միջև ստուգում են, որ հանկարծ մի իրենց համար տհաճ արտահայտություն չանի, կան նմանատիպ քաղաքական ուժեր։ Ու կանք մենք, որ ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ցանկացած կետ են գնում, քաղաք, գյուղ, կապ չունի, ու մետրո ենք նստում, չգիտենք այնտեղով կա վագոնում։ Ու կանք մենք, որոնք որ այդպեսին են։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի ուրիշ քաղաքական ուժի առաջին համար կամ նոմինալ առաջին համար իրեն նման բան թույլ տալ ուղղակի ֆիզիկապես չի կարող։ Նմանատիպ միջադեպեր լինում են, ես կարծում եմ էլի կլինեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը շատ տոտալիտար երկրներից մեկը չի, որոնց անունները չտամ, որտեղ ճիշտ չի լինի դիվանագիտորեն, բայց այնուամենայնիվ այդպիսի երկիր չի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բոլորը միատարր են ու միակարծիք են։ Նման բան չկա։ Կան մարդիկ, ովքեր ընդունում են, վստահում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, կան ավելի քիչ թվով մարդիկ, ովքեր ռադիկալ ընդդիմադիր հայացքներ ունեն, կան թեթև ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, կան չեզոք մարդիկ, ով ընդհանրապես մեկը ինչա կատարվում քաղաքական դաշտում։ Եվ կարճ ձեր մեկնաբանությունը, քանի որ մեր եթերաժամանակը սպառվում է, քաղաքացին հունիսի 7-ին ինչու պետք է ձեզ ձայն տա։ Քաղաքացին պետք է մեզ ձայն տա, որպեսզի այլևս Հայաստանի Հանրապետության 18 տարեկան, 20 տարեկան, 30 տարեկան, 40 տարեկան քաղաքացիները չզոհվեն այն պատերազմներում, որոնց շահառուն Հայաստանի Հանրապետությունը չէ, եւ որոնց վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության
կործանումն է ու Հայաստանի Հանրապետության անկախության վերացումը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը ու իր ունեցած խաղաղությանը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Կհանդիպենք, ցտեսություն։